որ ներասյունալ է դասը, քերականական, ինչի մասին պիտի խոսեին, նրան է։ Ներասյունալ քերականական դասն է, բարդ և բարդացանցավոր բառեր։ Շատ լավ։ Սկսենք նրանից, կամ ավելի ճիշտ եկեք պնդումների քնջով։ Դուք ձեր գիտակում եք, կարմիր և կապույտ գույներով համապատասխան քառակուսիներ, այսպես ասած, ես պնդումներ եմ ասում, եթե համաձայն եք պնդմանը, բարձրացնում եք կապույտը, եթե համաձայն չեք, ապա բարձրացնում եք կարմիր գույնը, որից հետո պիտի հիմնավորեք ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Հասկացան։ Բառերն ըստ կազմության լինում են 4 տեսակ. պարզ, ածանցավոր, համածանցավոր և բարդ։ Համաձայն չեք։ Նարեկը համաձայն է։ Մյուսները բոլորը ուրեմն ցույց տվեցին իրենց անհամաձայնությունը։ Ինչու համաձայն չեք, Անուշ։ Համաձայն չենք, որովհետև բառերն ըստ կազմության լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր։ Այսինքն պնդման առաջին մասը ճիշտ է, որ բառերն ըստ կազմության լինում են 4 տեսակ։ Շատ լավ։ Պարզ են կոչվում այն բառերը, որոնք կազմված են միայն մեկ արմատից։ Ինչու ենք համաձայն սրան։ Երեք մեկը մյուսից նայում ենք, թե բոլորը իսկապես գիտեիք, որ պարզ են կոչվում։ Գիտեիք։ Ինչու է պնդումը ճիշտ։ Ինչու ես համարում, որ պնդումը ճիշտ է։ Այո, միայն մեկ արմատից։ Կարող ենք օրինակ բերել։ Ասա։ Երես, ճիշտ է։ Ճանապարհ։ Նավ, աշակերտ և այլն, ճիշտ է։ Հաջորդ պնդումը։ Կարևոր չէ, թե պարզ բառի մեջ ինչպիսի արմատ կարող է կիրառվել։ Ինքնուրույն գործածություն ունեցող, թե ինքնուրույն գործածությունից զուրկ։ Ինչու կարևոր չէ։ Ինչու է սխալ սա։ Ինչու է սխալ պնդումը։ Ով կարող է ասել դրան։ Որովհետև պարզ բառերը միայն կազմված են մեկ արմատից, եթե ինքնուրույն գործածություն չունենա, չէ հասկանալ։ Այո, ինչի մասին է խոսքը։ Շատ լավ։ Հաջորդ պնդումը։ Ածանցավոր են կոչվում այն բառերը, որոնք կազմված են առնվազն մեկ արմատից և առնվազն մեկ ածանցից։ Միմյանց մի նայեք, այ դուք կապույտն եք բարձրացնում, ինչու դու եք կապույտը բարձրացնում, ինչու է պնդումը ճիշտ ըստ քեզ։ Որովհետև ածանցավոր բառերը կազմված են առնվազն մեկ արմատից և առնվազն Համաձայն ենք։ Ինչու նրան է։ Որովհետև ածանցավոր բառերը կազմված են միայն արմատից և առնվազն մեկ ածանցից։ Առնվազն ասելով ինչ ենք հասկանում։ Ամենաքիչը։ Ամենաքիչը։ Իսկ եթե երկու արմատ լինի, արդեն ամեն Այո, արդեն ամեն ինչ կփոխվի։ Հաջորդ պնդումը։ Ածանցները լինում են 3 տեսակ. նախածանց, միջածանց և վերջածանց։ Ինչու համաձայն չես։ Միջածանցներ չեն լինում, ճիշտ է ասում։ Միջածանցներ լինում են, բայց մենք դեռ դրանց չենք անդրադարձել, չէ՞, որովհետև նրանք ավելի այլ թեմայի մեջ են մտնում, վայ եկեք ուսումնասիրենք դրանք անդրադառնալ։ Հասկացա՞ք։ Հաջորդ պնդումը։ Պարտադիր չէ, որ նախածանցը լինի բառի ամենասկզբում և վերջածանցը լինի բառի ամենավերջում։ Պարտադիր չէ։ Համաձայն եք, թե համաձայն չեք։ Համաձայն չես, ինչու։ Պարտադիր է, այսինքն ըստ քեզ, որ նախածանցը ամենասկզբում լինի, վերջածանցը ամենավերջում։ Չկարողացար դու պատճառաբանել, Անուշ։ Պարտադիր չէ, որովհետև վերջածանցը կարող է լինել արմատից հետո, իսկ նախածանցը արմատից սկզբում։ Բարի արմատի նախածանց։ Այո, այսինքն այն բառի կոնկրետ այն արմատի, որի հետ ինքը առնչակից է, չէ՞։ Շատ լավ։ Հաջորդ պնդում։
պնդումը, ածանցները երբևէ չեն կարող հնչյունափոխվել։ Ածանցները երբևէ չեն կարող հնչյունափոխվել։ Նրան է, ինչու է ճիշտ պնդումը։ Պնդումը ճիշտ է, որովհետև հիմնականում ածանցները թե բարի մեջ թե բարի դուրս մնում են նույն տեղում։ Հիմնականում։ Հիմա ածանցները երբևէ չեն կարող հնչյունափոխվել։ Ասա, Գևորգ։ Ածանցները կարող են հնչյունափոխվել։ Օրինակ կարող ենք բերել ածանցի հնչյունափոխության։ Այո, շատ են դրանք, ուրիշ, վարիչ վարչական, ճիշտ է։ Հայրենի հայրենասիր, գրիչ գրչատու, ճիշտ է, ապրես, ճիշտ է։ Հիմա բարդ ածանցավոր կոչվում են այն բառերը, որոնք կազմված են միայն երկու արմատից և միայն մեկ ածանցից։ Ահա, ինչու է սխալ պնդումը Գրիգոր։ Ածանցավոր են կոչվում են բառերը, որոնք կազմված են առնվազն երկու արմատից և առնվազն մեկ ածանցից։ Ահա, սա ինչ է ենթադրում իրենից։ Ինչ է Այո, պարտադիր չէ, որ Այո, պարտադիր չէ, որ միայն երկուսը լինի, չէ, կարող են լինել նաև ավելի շատ։ Ահա, շատ լավ։ Հիմա որնախորշ բառը բարդ ածանցավոր բառ է ըստ կազմության։ Որնախորշ բառը ըստ կազմության բարդ իրար մի նայեք, ձեր պարտադիր չէ։ Որ անընդհատ ուրիշներին նայեք, որնախորշ բառը ըստ կազմության բարդ ածանցավոր բառ է։ Ինչու ես համաձայն։ Համաձայն եմ, որովհետև կազմված է որմ արմատից, ն գրափայել մասնիկից և աղոդակակից և խոշ արմատից։ Հիմա, ասա, այո, գրափայից եկած մասնիկ է, որը ինչ նշանակություն ունի բառի համար։ Բառնական, որնախորշ բառը կարող է լինել, եթե նն չլիներ, որմախորշ չի կարող լինել, հասկացանք, բարդ բառերը կարող են լինել հոդակապով և անհոդակապ, այլ տարբերակ չունենք։ Ինչու է ճիշտ։ Ալբերտ։ Այս պնդումը սխալ է, որ բարդ բառերը կարող են լինել հոդակապով, անհոդակապ, շաղկապով և գրափարյան մասնիկներով։ Բերում ենք բարեգործ բառը, անհոդակապ բարդ բառ է։ Բարեգործ բառը, անհոդակապ բարդ բառ է։ Ինչու է ճիշտ։ որովհետև բառին ին Նանե, ինչու է սխալ։ Սխալ է, քանի որ բառի ին և ան միացնում են և դարձնում են դեպ։ Այսինքն որտեղ է թաքնված հոդակապը։ Եի մեջ է թաքնված։ Ոսկերիս բառը հոդակապով բարդ բառ է։ Ոսկերիս բառը հոդակապով բարդ բառ է։ Չեմ տեսնում ձեր պատասխանը։ Ոսկերիզը հոդակապով բարդ բառ է։ Ինչու է սխալ։ Մարիաննա։ Որովհետև դա ոսկի արմատ։ Ոսկի արմատն է։ Երիզարմատն է։ Այսինքն ինչ է տեղի ունեցել բառի մեջ։ Ինչ սխվել է։ Շատ լավ։ Հիմա սխում ասելով հասկանում ենք, որևէ ձայնավոր հնչյունի կամ երկհնչյունի մեկ այլ ձայնավորի կամ բաղաձայնի փոխվելը։ Ինչու։ Այո, ինչու է ճիշտ։ Ով ասամակա։ Ոչ, որովհետև երկարը սեղում են, նրանտեղ ոչ միտեղ։ Հնչյունը սղվում է, ապա նա չի անում։ Դուրս է մղվում, անհետանում է, իսկ ձայնավորի կամ բաղաձայնի վերածվել արդեն ինչ է։ Իսկ սղումը հնչյունափոխություն չէ, սղումը նույնպես հնչյունափոխություն է, շատ լավ։ Հնչյունափոխվում են հայերենի բոլոր 10 երկհնչյունները։ Հնչյունափոխվում են պատասխան հայերենի բոլոր 10 երկհնչյունները։ Միայն երկու հոգի գիտի,
բոլոր 10 երկնչյունները հնչյունափոխվում են։ Դուք ապրիքն ես բարձրացրել։ Լավ։ Ինչու ոչ, Սոֆի։ Ոչ, քանի որ հնչյունափոխվում են միայն 3 երկնչյուն, Եվ ու։ Հիմա նայեք գրադաստատին, շապիկ չունեք։ Այսպիսի մի բան։ Վարչակարգ բառը բարդ ածանցավոր բառ է, որի ածանցը ըստ դիրքի նախածանց է։ Խնդրեմ։ Ահա, որովհետև իջը վերջածանց է։ Շատ լավ։ Ահա։ Հիմա արտակը ունի, արտակը մեզ օգնության հասավ, շատ աղբի արտակը, տեսեք, միշտ պետք է օգնության ձեռքվեք։ Հիմա նայեք այստեղ։ Գրչատուկ բառը բարդածանցավոր բառ է, որում կա և արմատի, և ածանցի հնչյունափոխություն։ Եվ արմատի, և ածանցի հնչյունափոխություն։ Ինչու է սխալ Գրիգոր։ Ահա։ Այսինքն գոչվում են քչի հնչյունափոխության թե արմատի և իջ ածանց։ Այո, ճիշտ է։ Հայերենում երկնչյունները և ձայնավորները կարող են հնչյունափոխվել թե այդ ձայնավորի, թե բաղաձայնի։ Ինչու։ Սխալն է, որովհետև միայն ու ձայնավորը կարող են հնչյունափոխվել բաղաձայնի։ Բայց չեմ ասում միայն, ես այսպիսի միայն բառ չեմ ասում, նրան է։ Ճիշտ է, որովհետև ձայնավորը կարող է հնչյունափոխվել նաև բաղաձայնի։ Այո, ձայնավորը կարող է հնչյունափոխվել նաև բաղաձայնի, ինչպես նաև ձայնավորի, չէ։ Բնաբան բառի մեջ կա ոչ թե յուրհնչյունի, այլ ձայնավորի հնչյունափոխություն։ Բնաբան բառի մեջ առկա է ոչ թե երկնչյունի, այլ ձայնավորի հնչյունափոխություն։ Ինչու է սխալ։ Որտեղ արմատն է։ Որ արմատն է։ Բույն, համաձայն եք բնաբան բառի մեջ բույնն է։ Բնաբան, բուն, բան, բուն, խոս։ Հետևաբար պնդումը ինչպիսին է։ Պնդումը ճիշտ է։ Այսպիսով, պարզ կոչվում են որ բառերը, պարզ կոչվում են որ բառերը նաներ։ Պարզ են կոչվում այն բառերը, որոնք կազմված են միայն երկարով։ Շատ լավ, որոնք են կոչվում ածանցավոր բառեր, որոնք են կոչվում նաներ։ Որոնք կազմված են առված մեկ արմատից և մեկ ածանցից։ Ճիշտ է ասում։ Ինչպես պիտի ասեք։ Ածանցավոր են կոչվում։ Ածանցով առնեն կոչվում այն բառերը, որոնք կազմված են մեկ արմատից և առնվազն մեկ ածանցից։ Այո, միայն մեկ արմատից և առնվազն մեկ ածանցից, ճիշտ է։ Ածանցներն ըստ դիրքի քանի տեսակ էին լինում, Անուշ։ Ածանցներն ըստ դիրքի լինում են 3 տեսակ՝ նախածանց, միջնածանց, վերջածանց, ճիշտ է։ Այն բառերը, որոնք միաժամանակ ունեն և նախածանց, և վերջածանց, ինչպիսի բառեր են կոչվում։ Համածանցավոր բառեր, շատ լավ։ Որոնք էին կոչվում բարդ բառեր, Տիգրան։ Առնվազն 2 արմատից։ Բարդության 5 ձևեր գիտենք, ինչպիսի բարդ բառեր գիտենք։ Ինչպիսի բարդ բառեր գիտես ըստ ռազմության։